կհասցրել իրար հետ, շնորհակալ ենք Աստծուց, թող շարունակելի լինի, որպեսզի մեկս մեկուսից շնորհք առնենք, լսվենք Տիրոջ մոտ։ Թող Տերը օգնական լինի ամեն մեկից առաջինց, որ Սուրբ Ոգին առաջնորդի, ինչ որ սրտումս կաց ես դեպ կիսվելու շատ մի կարևոր մանավանդ այսօր երիտասարդ եք, երիտասարդները պետք է այսօր ուժով լինեն, որովհետև եթե ինչով պետք է ուժով լինեն, եթե Աստծո խոսքը իրենց մեջ չի բնակվում։ Հարցը այն ինչ է, որ Աստծո խոսքը անգիր գիտես, այլ հարցը նրանում է, որ Աստծո խոսքը քո մեջ բնակված, այսի է հարցը, որ բնակություն կա քո մեջ Աստծո խոսքի, եւ դու ինչքանով ես Աստծո հետ մոտիկ եւ ինչքանով ես մոտեցել Աստծուն, այնքանով Աստված, եթե դու մի քայլ ես մոտեցել Տիրոջը, 10 քայլը Տերը հաստատ քեզ կմոտենա։ Սիրելի երիտասարդներ, Հակոբոս առաքյալը իր թղթի մեջ ասում է, կուզենամ կարդալ 4-րդ գլխից, ուրեմն 8-րդ խոսքը։ Աստուն մոտեցեք ու անիկա ձեզի պիտի մոտենա։ Աստուն մոտեցեք ու անիկա ձեզի պիտի մոտենա։ Ուրեմն ինչ է մեզի պետք, որ մենք Աստուն պետք է մոտենանք։ Եվ ինչի համար պետք է մոտենանք, եթե մենք Աստուն չմոտենանք, մենք կյանք չենք ունենա։ Մենք տեսնում ենք ավետարանի մեջ բազում այդպես հատվածներ կա, կուզենամ ես չեմ կարդում ժամանակի առումով եղբայրներն խոսեն, մենք ուզում ենք ավելի լսել, իմի տեսեք, Զաքեոսը մի անձնավորություն էր, որ ամբողջ այդ տարածաշրջանում իրան ճանաչում էր մեղավոր։ Զաքեոսին ոչ մեկ այդպես չէին սիրում, որտեղ ինքը մաքսապետ էր, իրան որպես մեղավոր էին տեսնում, թալանչի, բայց այս մարդը Հիսուսի մասին լսել էր եւ ուզում էր Հիսուսին տեսնել մոտիկից։ Ընդհանրապես ուզում էր տեսնել, ինչի համար եւ ինքը ես հաստատ համոզված եմ նպատակ ուներ, ինչ նպատակ ուներ։ Զաքեոսը նույնական խնդիր չուներ ինքը։ Ինքը շատ մեծահարուստ անձնավորություն էր, ինքը դրա խնդիր չուներ, ինքը ընտանիք էլ ուներ, ամեն ինչ էլ ուներ, բայց ինքը կյանքից հոգնել էր, դրա համար լսել էր Հիսուսի մասին, ուզում էր Հիսուսին մոտիկից տեսնել, ընդհանրապես տենալ այդ մարդը։ Հիմի տեսեք, այդ բազմությունը մենք տեսնում ենք, բազմությունը ինչքան շատ էր Տեր Հիսուսի հետևորդները, ինչքան շատ էին, երբ որ նայում ենք 5000 մարդ, որ կերակրում էր, եթե ասում է մենակ տղամարդկանց էր հաշված, մոտ երևի 25,000-30,000 մարդ այդ բազմությունը ուրեմն հետևում էին Տիրոջը, բայց Զաքեոսն էլ ասում է մանավանդ ինքը հասակից կարճ էր, ինքը որոշեց այդ նեղ դժվարության մեջ, որ իրան անգամ այդ ժողովուրդը պատկերացնում է չէին սիրում, չէին ուզում տեսնել, որտեղ իրան ինքը շատերին է զպարտել։ Բայց ինքը ամենը հաղթարելով բարձրացավ ժանտաթզենի, ընդամենը Հիսուսին մոտիկից տեսներ։ Սիրելիներ, բայց հետաքրքիր է, այդքան բազմության մեջ Տեր Հիսուսի մոտեցումն է, էլի։ Այդքան բազմության մեջ Տեր Հիսուսը ոչ մեկին չասեց, որ ես ձեր տունը պետք է գամ։ Ընդամենը մեկին ասեց, Զաքեոսին։ Զաքե բարի չէր։ Ես այսօր քո տանը ընթրիք պիտի անեմ։ Փառավորվի Տիրոջ անունը։ Սիրելիներ, երբ որ մենք օրինակ, երբ որ նայում ես Զաքեոսը, եթե օրինակ Զաքեոսը մտածել, դե ես մեղավոր, ես պիղծ մարդ եմ, թալանչի եմ, զպարտել եմ, անարժան եմ, Տեր էլի, դե հերիքա տեսա քեզի, հերիքա էլի, հա, բայց ինքը այդպես չարեց, ուրախությունից վայրի չավ։ Իր մեջ մի ցնծություն, մի լույս ծագեց, երբ որ ինքը այդպես Տերը գնաց իր տունը, Տերը բան չասեց, գիտեք, ասեց, այ դաժան մարդ, այլ մեղավոր մարդ, այլ անխիղճ, այս մարկանց ես ինչ ես դու արել, ամոթ չես անում, չմեղադրեց, դատեց, ուղղակի
Հիսուսը ժողովուրդ ջան, երիտասարդներ ջան, դու այդ այսօր շատ անգամ ես էլ եմ եղել երիտասարդ, ես հասկանում եմ այսօր երիտասարդների վիճակը, եղել եմ, որ ես էլ եմ պայքար տվել, պատերազմել եմ, ուզել եմ, որ հաղթություն ունենամ, ուզել եմ, որ լավ լինի, ուզել եմ, որ լավ հավատացյալ լինեմ, սուրբ կյանք ապրեմ, ուզել եմ, բայց չի ստացվել։ Գիտեք, էդի մարդը ինքը իր ուժերով, իր զորությունով մարդը ընդամենը հողփոշի է։ Մարդը հասկանա, որ ինքը անկարող մի մարդ իր ոչ մի բան չի կարող անել։ Ընդամենը մեզի պետք է հասկանալ մի բան։ Օրինակ Դավիթ թագավոր լինելով ես ռամիկ, հասարակ մի մարդ եմ, բայց Դավիթը թագավոր է։ 62 Սաղմոսում ասում է, Տերը մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի։ Ինչ լսեց, որ զորության առավելություն Աստծուց է։ Սիրելի երիտասարդ, մեզի պետք է ընդամենը մոտենալ Աստծուն։ Ուրիշ բան պետք չէ, ուրիշ գործ մի արա։ Մոտեցիր Հիսուսին, դու ո՞նց ես եկել այսօր, ես չգիտեմ։ Միգուցե դու պարտված ես եկել այսօր, միգուցե դու անմխիթար ձևով ես եկել այսօր, միգուցե դու կոտրված ես եկել, հիմացի Հիսուս հենց քեզի է ուզում, որ դու նրան մոտենաս, և նա քեզի կմոտենա, հավատա, նա բարության աղբյուրն է, նա կյանքն է երկնքից իջած, նա լույս է եկել, որի մուքո խավարը լուսավորի դրա համար ասենք փառ Տիրոջ։ Եվ Տիրոջ օդին այստեղ է, եւ մեզի հավաքել է, մենք չենք եկել, նրա հոգին է մեզի բերել, մոտեցնել Աստծուն, որ մենք ավելին մոտենանք նրան, որ մենք կյանք ունենանք։ Սիրելի երիտասարդներ, ուղղակի երբ որ նայում ես այն կնոջ մասին, երբ որ կարդում ենք Մատթեոսի մեջ, Մարկոսի, Ղուկասի մեջ տալիս է, սիրներ, հետարքիր այս կինը սպառվեց ամեն ինչից, ֆինանսապես, իր հույսերը ինչ որ փայփայել էր, հիմի պատկերացնում եք, մարդ են երիտասարդ եղել է, ես ասել եմ, գիտես ինչ, եթե Պավել աղբեր աղոթի, ես մեղքից կազատվեմ, գիտեք ինչքան աղոթել իմ համար։ Մի անգամ էլ ընձի անգամ կինո Հայաստանում ասեց, այ աղբեր, հերիքա ինչքան աղոթք ասում եք, դու գալիս ես առաջ, մյուս անգամ չտենամ դու գաս առաջ։ Ես երիտասարդ եմ կինո Հայաստանում, հիշում եմ, չեմ մոռանում։ Ես ասում եմ, եթե խոսքին, այս ինչ եղբայրը մեծ ձեր տնին վրա, այնքան են ձեր դրել, ու ես չեմ ազատվել, հասկանալի է ժողովուրդ։ Այսօր մենք հնարքներ շատ բաներ կա, մենք այս հնարքը, այս միջոցը մտածում ես, դե գիտես ինչ երևի, որ ես մի քանոր ծոմ պահեմ, հաստատ ես մեղքից կազատվեմ, ծոմ պահելը լավ բան է, չեմ ասում, որ վատ բան է, բայց էլի չես ազատվում։ Գիտեք ինչն է ազատողը, որտեղ Տիրոջ հոգին կա, ասում այնտեղ է ազատություն։ Այսինքն որտեղ որ Տերը բնակվում է, այնտեղ կա ազատություն։ Մեզ ընդամենը պետք է, օրինակ, մեզի պետք չէ, որ խոսքին մթության մեջ ինչ-որ մի գործողություն կատարենք, օրինակ, Պիլասոս վերցնենք, չգիտեմ ինչ անենք, մութը, այդ խավարը հեռացնենք, այդպիսի բան, այդի ցնորք ընդամենը։ Մեզի պետք է ընդամենը խավարի մեջ ինչ է պետք, ընդամենը լույս։ Լույսը վարեցի խավար անետանում է։ Խավարը հենց լույսի բացակայություն է, մեր մեջ որ մենք խավար ենք եղել, երբ որ մենք մոտենում ենք լույսին, այդ լույս երկնքից իջած լույսը Քրիստոսն է, երբ որ ինքը մեր մեջ վառվում այդ լույսը, էլ մեզի պետք չէ ուրիշ բան։ Հիսուս կյանքը հայտնվում է, մեր մեջ ամեն բան հարթվում է։ Ու մենք տեսնում ենք, այ մարդ, ասում եմ, այնքան եղել, Տեր Աստված, ողն իսկան հեշտ է, բայց իսկան տարի ես ոնց էի տանջվում, իսկան տարի տառապում էի, բայց մի հատ Տիրոջ ներկայությունը գալիս է, այդ լույսը վառվում է, խավարը անետանում է, դրա համար ասենք փառ Տիրոջ։ Մեզի ուղղակի պետք է սիրելիներ մոտենալ Տիրոջը։ Այս կինը պատկերացնում եք այդ հիվանդության մեջ դժվար հուծված մի կերպ, այդ բազմության մեջ ինքը այդպես ճեղքեց մտավ, նպատակ ուներ Հիսուսի փեշին գտնեմ։ Կպավ, ինչ կատարվեց, բժշկություն կատարվեց։ Դրա համար սիրելի երիտասարդներ, որ այսօր եկել եք, Տերը օրհնի, լավ եք արել, որ եկել եք, մեր Սամվել աղբերը
շատ միշտ օգտագործում է ժողովուրդը, որ գալիս են, ասում է ապրեք, որ եկել եք։ Հիմի որ եկել ենք, լավ ենք արել, փառք Տիրոջ, բայց հիմի որ եկել ենք, պիտի մոտենանք այդ ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով մոտենանք Տիրոջը, որ մենք այստեղից բժշկված կնանք, համաձայն եք։ Եթե մենք այսօր այս մոտեցումը չունենանք, այս նպատակը չունենանք, մենք այստեղից բժշկված չենք գնա։ Այստեղից կարող Սուրբ Ոգին զորավոր խոսքեր ուղարկի, Աստծո խոսքը ինքը զորություն ունի։ Երեսայից սուրա, կապ չունի միջոցով, կարա Աստծո խոսքը անգամ անհավատի միջոցով մեկը խոսի ինձի բժիշկը, օրինակ, հանդիմանել է, ես այդ հանդիմանությունից բժշկվել եմ, իմ միտքը բացվել է, ես դեպի Աստված եմ գնացել։ Դու ուղղակի եկել ես, գիտեք ինչ անկեղծությամբ մոտեցիր ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով մոտեցիր, ինչպես որ գրված է Եբրայեցիս թղթի մեջ, մոտեցիր Տիրոջ, ասա Տեր, ես եկել եմ այսօր, ուզում եմ քեզ հետ մեկանալ, մոտեցիր Տիրոջը, սիրելիներ, Տերը ներկա է, հավատա, մի նայիր քո վիճակին, աջ ձախ մի նայիր, այսօր Աստծո գործը անհնարինը հնարավոր դարձնող, դա մեր Տերն անել, ուրիշ ոչ մեկ չի կարանի, ես ու դու չենք կարանենք, ինչպիսի միտք ունես, ծրագիր, գաղափար ունենաս, մեկա դու չես հասնի ինչին, որ Աստված ուզում է, Աստված ուզում է, որ ես ու դու ուղղակի սպառվենք, հնազանդվենք իրան, մարդը երբ որ վերջանում է իր ամեն ինչը, սպառվում է, եղել ասել եմ վերջ Տեր, էլես չեմ կարող, ես իմ մեռնելն եմ ուզում, ավելավը մեռնեմ ես, էլ չեմ կարող, հենց այդ պահը եկել է, Տերը լեցրել է ինձի, չի թողել, գիտեք, մենք մտածում ենք, Տերը մեզի թողել է, չի թողնում, երիտասարդներ ջան, Աստված ուզում է, որ ձեզի ուժով դարձնի, որ այդ խոսքը ուղղակի չլինի, երիտասարդներ, դուք ուժով եք, ինչով որ Աստծո խոսքը ձեր մեջ բնակված է, եւ ինչ եք անում, դուք հաղթեցիք աշխարհին։ Ինչով ենք հաղթում, առանց Հիսուսի մենք ով ենք, որ հաղթենք։ Ինքն է հաղթել, երբ որ Քրիստոս հայտնվի կյանքի մեջ, ինքն է հաղթել, Սատանան, խավարը, իմ եսը, մեղքը, գործ չեն կարող ունենալ, որտեղ Տերերի Տերն ու Թագավորնի Թագավորը հաղթել է եւ իշխանությունը իր ձեռքում է։ Մեզ պետք է մոտենալ նրան, հարվել նրան, մայրամի մեզ նրա ոտքերի մոտ լինել եւ նրա խոսքը լսել, այդ խոսքը սրտերից մեջ պահել, թաքցնել, ամուր պահել, որպես գանձ ու վայելել։ Ճաշակեք տեսեք, որ Տերը քաղցր է։ Միջև չմոտենաս, միջև համշտեն ոչ կիմանաս, որ քաղցր է։ Եթե չճաշակեն, ո՞նց կարամ ասել, որ Հիսուսը քաղցր է։ Հիսուսի անունը, երբ որ ես տալիս եմ, իմ մեջ զորություն է գալիս։ Հիսուսի անունը, որ տալիս եմ, իմ մեջ ուժ է գալիս, մխիթարություն եմ առնում, շունչս բացվում է։ Ու ես ուրախանում եմ, որտեղ այդպիսի հայր ունեմ։ Տերը օրհնի, չեմ ուզում երկարացնել, մենք արտոնություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի այրոնով։ Մտիր այդ սրբության սրբոցը, մոտեցիր Տիրոջը եւ Տերը քո կյանքում ամեն բան հարթի ու քեզի երջանիկ կդարձնի։ Տերը օրհնի ամեն։ Բան կաղոթքի։ Հավատում ենք, որ Տերը այսօր քեզի կբժշկի, հավատում ես, ես հավատում եմ, որ այսօրը, այսի ուղղակի օր չէ, Աստված մեզի հավաքել է, որ մեր մեջ կյանքը բերի Քրիստոս կյանքը Սուրբ Ոգին հաստատի մեր մեջ, սիրելի երիտասարդ, անկեղծ սրտով, սիրտդ բաց Տիրոջ, ասա ինչ որ այեմ ես եմ, քեզի կուզեմ Տեր, որ դու գաս իմ կյանքում, լուսավորես իմ ներսը, փառավորվի Տեր, հալելույա, խոնարհվում եմ քո առաջ։